Բարի երեկո 5-րդի եթերում հարցազրույցն է, այսօր զրուցելու եմ մեր ձևով շարժման համակարգող անդամ, իրավապաշտպան սահմանադրագետ Գոհար Մելոյանի հետ։ Տիկին Մելոյան, շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Նիկոլ Փաշինյանը բավականին ուշագրավ հայտարարություն է արել իր Facebook-յան էջում, նա գրում է. «Վարչության որոշմամբ ընդունվել է կուսակցության էթիկայի կանոնագիրքը, որում ստանդարտներ ենք սահմանում ինքներս մեզ համար։ Սրանով իսկ հայտարարելով ինքներս մեզ հայհոյախոսության, անձնական թիրախավորման, վիրավորանքի դաշտից դուրս դնելու, ինչպես նաև բարեվարկության լավագույն ստանդարտներին մեր նվիրվածության մասին»։ Բավականին իր կերպարին հակառակ պնդումներ են այս հրապարակման մեջ։ Ինչ կարծիք ունեք նմանատիպ նոր, այսպես ասած, քայլի մասին Նիկոլ Փաշինյանի կողմից, որը իր խոսույթին լրիվ հակառակն է։ Հիրավի ուշագրավ է, որովհետև մենք գործ ունենք մի քաղաքական ուժի ու կոնկրետ մի գործչի հետ, ով կարելի է ասել մեր երկրում հայհոյախոսության եւ վիրավորանքի կնքահարն է, ինչու ոչ։ Նիկոլ Փաշինյանը, այսօրվա վարչապետը, այն անձն է, ով դեռ մի քանի ամիս առաջ իրեն թույլ տվեց մեր հոգևոր հայրերի վերաբերյալ ծայրաստիճան խայտառակ բնույթի վիրավորական ուղակի վիրավորանք ենթադրող գրառում կատարել, ել չասած ենթատեքստերի մասին, հա։ Այն անձներն իրենք, որ քաղաքացու ընդհանրապես իրենց կարծիքն արտահայտելու համար ձեռքեր են ոլորում, թքում են քաղաքացու վրա։ Այն մարդիկ են իրենք, որ պարբերաբար հենց այդ իրենց ֆեյքային քաղաքականությամբ գալով իշխանության ներդրեցին մեր հասարակության մեջ հայհոյանքի, վիրավորանքի ու զրպարտության ինստիտուտները։ Ու իհարկե ողջունելի է նման մոտեցումը, ուղղակի սա պետք է 7 տարի կառավարման հետևանք չլիներ եւ նոր մեկնարկ չլիներ, սա պետք է լիներ հենց առաջին իսկ օրվանից, երբ մի փոքր պետականամտածողության պայմաններում այս իշխանությունը կգիտակցեր, որ իրենք առաջին օրը երբ ստանձնում են պաշտոն, դառնում են բարձրաստիճան պաշտոնատար անձինք, ներկայացնում են պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, իրենք այդ պաշտոնով կաշկանդված են։ Իրենք եթե մենք քաղաքացիներս կարող ենք անել ամեն ինչ օրենքը չէր արգելում, իրենք պաշտոնատար անձինք ավելի շատ զսպվածություն պետք է դրսևորվեն հանդես գալուց։ Ու այո, երբ անձը ստանձնում է պաշտոնը, նույն մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկայի համատեքստում, ինքը այդ համաձայնությամբ նաև թույլ է տալիս հանրությանը իր նկատմամբ մի փոքր ավելի քննադատական խոսույթում ազատ լինել։ Ինչու ոչ, նաև մարդու իրավունքների եվրոպական դատարանը մի շարք դեպքեր ունի, երբ վիրավորական եզրույթները առպաշտոնյա համարել է իրավաչափ ընդհուպ մինչև վիրավորական մի շարք եզրույթներ, օրինակ ապուշ, հիմար եւ այլն։ Բայց ի հեճուկս հասարակ քաղաքացու պաշտոնյան պետք է ավելի զսպվածություն դրսևորի։ Պաշտոնյան հնարավորություն չունի նույն կերպ արձագանքելու քաղաքացիներին, որովհետև նաև շատ հաճախ քաղաքացիների այդ որակումները ի հայտ են գալի պաշտոնյայի կողմից իր գործառույթները ոչ պատշաճ կատարելու կամ պաշտոնյայի գործառույթների իրականացման հետևանքով քաղաքացու նկատմամբ մի շարք երևույթների դրսևորման արդյունքում, ինչի արդյունքում շատ հաճախ քաղաքացին անգամ արդարացիորեն կարող է հնարավոր դժգոհություններ ունենա։ Ու նաև եթե սա հերթական, հա, մանիպուլատիվ գործընթացը չէ, պոպուլիստական, որը այսօրվա իշխանությանը հարիր է, իրենք պետք է մեկնարկը տային ոչ թե բարեվարկության կանոնագիրքը հրապարակելով, այդ հնչեղ գրառումը կատարելով, այլ ուրեմն հենց այսօր իրենք պետք է մեկնարկեն այդ իրենց ոչ բարեվարկության հետևանքների վերացմամբ։ Օրինակ մենք այսօր, հենց եկեղեցու նկատմամբ արշավը այդ ամենաստոր եւ վիրավորական նրբերանգներով եզրութաբանությամբ դրա համար ներողությամբ հանդես գալու դադարեցնելով այդ ողջ գործընթացը, ինչը հասկանալի է, հա, որ աներևակայել է։ Օրինակ մենք այսօր ունենք քաղբանտարկյալներ։ Քաղբանտարկյալներից շատերը հետապնդման են ենթարկում բացառապես խոսքի համար եւ օրինակ հենց Նարեկ Սամսոնյան, Վազգեն Սաղաթելյան քեյսը վերցնենք, իմ նեմնի մի ոդքասթավարներ հասարակական գործիչներ, ինչ տեղի ունեցավ, հա, ի պատասխան վիրավորանքի պաշտոնյայի կողմից ընդհանրապես շատ անհամաչափ մեղմ եզրույթի համար մարդկանց ազգային անվտանգության ծառայությունը ներխուժեց իրենց բնակարաններ, խուզարկություն իրականացրեց եւ արդյունքում ձերբակալեց ու կալանավորեց։
այս մարդկանց իրավունքները վերականգնեք։ Մենք ունենք տասնյակ դեպքեր, հա, Սամվել Կարապետյանի ամենահնչեղ кейսը, հա, եթե դուք բարևարկությամբ եք առաջնորդվում, հենց դա էլ է բարևարկություն, երբ դու պաշտոնյա ես եւ պետք է զսպված լինես իրավունքով ու օրենքով եւ պետք է իրավունքի գերակայության երաշխավորը լինես, մարդուն ընդհանրապես անմեղ խոսքերի համար որևէ սպառնալիք կամ իրավական հետևանք չենթադրող մեր ձևով կմիջամտենք այս բարերարը հայ մեծանուն, ով պետք է մեր երկրում պատվի ու հարգանքի արժանանա, հատկապես պետական մարմինների կողմից, որովհետև մի պետության չափ ներդրում ունի կատարած մարդկանց կյանքի որակը բարձրացնելու հարցում, այս մարդը ընդհանրապես քաղաքական կմահաճույքի արդյունքում անազատության մեջ է։ Ու օրինակները շղթայական, բազմաթիվ ու բազմատեսակ են, սկսած մեր հիմնական խորհրդարանական կառավարման ձև ունեցող երկրի խորհրդարանում իրենց դրսևորումներից, հա, բարձր ամբիոնի մոտ։ Արդյոք հիմա տեսեք հայտարարությունը կատարել են, բարևարկության էթիկայի կանոն են, հա, հաստատել։ Հետևենք, թե որքանով են իրենց կաշկանդված զգալու, որովհետև այդ բարևարկությունը բացի նաև վիրավորական ու զրպարտչական տարերից, այդ թվում իշխանական պատգամավորուհիներից մեկը անձամբ իմ հանդեպ է իրեն թույլ տվել զրպարտանք ու վիրավորանք։ Որ դեպքի մասին է խոսքը։ Նախընտրական Վաղարշապատի համայնքի ավականու դեպքերից առաջ Facebook-յան գրառմամբ անձամբ իմ նկարը տեղադրելով եւ այլ գործիչների կոնկրետ թե վիրավորանք, թե մեր կազմակերպության Արուսյակ Ջուլհայկյանը այս հարցը առանձնակի ուշադրության չեմ արժանացնում, որովհետև տեսեք իրավական պետություն ենք, մարդը երբ իրավունքի օրենքի շրջանակացնում է, իրավական հարթության շրջանակում արդեն պետք է պատասխանատվության ենթարկվի, բնականաբար ես իմ իրավունքները փորձելու եմ դատական կարգով, հա, երաշխավորել, բայց այնուամենայնիվ, հա, իրենք անկաշկանդ կերպով ցանկացած մարդու փորձում են գնահատական տալ ու այդ գնահատականները կրկին ընդգծում եմ հատկապես հաշվի առնելով որ երբ դու բարձրաստիճան պաշտոնատար անձ ես քո լսարանը ավելի լայն է ել չասեմ իմ պարագայում երբ նախընտրական գործընթացեր մենք կոնկրետ գործունեություն պետք է իրականացնենք դիտորդական առաքելություն եւ ընդամենը նախորդող օրվան ընտրություններին մեր նկարները տեղադրելով պիտակավորում, զրպարտում ու վիրավորում է, հա։ Կոնկրետ կազմակերպությունները եւ անձերը թիրախավորվում են, որովհետեւ հետո մենք պետք է գնայինք քաղաքացիների հետ աշխատանք տանենք, հա, ու հետևենք ընտրական գործընթացների օրինականությանը։ Իսկ մարդը կոնկրետ ուղղորդված արշավ է իրականացնում ու կոնկրետ հանրության շրջանակներում փորձում է դիմացինի նկատմամբ վերաբերմունք ձևավորել։ Դատի եք տալու Արուսյակ Բնականաբար, այո։ Տիկին Մելոյան, դուք նշեցիք, որ կարծես թե բարևարկության դաշտ են որոշել, հա, գալ հղումանելով այս հայտարարությանը, բայց ծանոթ լինելով Նիկոլ Փաշինյանի գործելավոճին ծուղակ չեք տեսնում։ Բնականաբար ես կարծում եմ, քանի որ իրենց համար է անվերահսկելի դարձել ու այս առիթով նաև մեջ բերեմ մի շղթայական իրավիճակ մեր ձեր գործընկեր լրատվամիջոցները մասնավորապես խոսքը առավոտի մասն է սկսեցին հրապարակել շարք երբ քաղաքացիները իրենց են դիմում Facebook-յան գրառումների մեկնաբանությունների համար իրավապահ մարմինների կողմից հետապնդումների ենթարկվելու վերաբերյալ քաղաքացին օրինակ տարեց կինը գրառում էր կատարել Նիկոլ Փաշինյանի ուղված Ոստիկանությունը այցելել էր ու հետևանքներ էր այդ տարեցկինը գրել ու բազմաթիվ այդպիսի օրինակներ են ի հայտ գալիս անգամ այդ այնքան են ընդլայնվել ու թույլ տալիս հա իրենց միջամտություն մարդկանց նկատմամբ կրկնում եմ հա եթե վիրավորանք զրպարտություն կա դուք էլ ունեք այդ գործիքակազմը ու մենք տեսնում ենք հա ինչ լրակազմով այսօրվա իշխանությունը ու պաշտոնատար անձինք օգտվում են կրկին հա դատական հայցերով իրենց համար վիրավորանք կամ զրպարտություն ընդհանրող տարբեր մարդկանց խոսքերի կամ վարքագծի վերաբերյալ դիմում են դատարան։ Ինչ է նշանակում իրավապահ մարմինների միջոցով մեկնաբանությունների համար միջամտություններ իրականացնել քաղաքացիների նկատմամբ։ Ըստ էության սա ուղղակիորեն հարված է խոսքի ազատության, տեղեկատվության ազատության, ազատ կարծիքն արտահայտելու հիմնարար իրավունքներին մեր երկրում։ Ու այո, մարդիկ օրինակ տարբեր հարցումների ժամանակ նույն տեսախցիկներով, հա, երբ փողոցներում իրականացնում են, շատ հաճախ մարդիկ կաշկանդվում են կարծիք արտահայտել ու ուղղակիորեն նշում են, որ եթե ես հիմա իմ
կարծիքն ասեմ, ես հետևանք եմ ունենալու դրա Այսինքն վախի համար։ մթնոլորտը բավականին արդյունավետ արդյունքներ տալիս է։ Բնականաբար ու սա նաև երկակի կարող է նպատակ ունի, որովհետև իրենք գիտակցում են ու տեսնում են, որ հենց նույն իրենց կողմից ներդրված, այդ խոսույթը, լեզվամտածողությունը արդեն իրենց վրա է անդրադառնում, որովհետև բոլոր բնագավառներում ըստ էության տապալված կառավարման հետևանքներ են մարդիկ կրում, հա։ Մենք ցուցիչներ ենք նայում, սկսած նվազագույն աշխատավարձից, նվազագույն սոցիալական բարենային զամբյուղից, ամեն ինչը կոռելացիան կտրուկ աճի է տանում։ Բնականաբար հասարակ միջին վիճակագրական քաղաքացին իր վրա կրում է այս իշխանության բացասական հետևանքները եւ բնականաբար ել չասած ավելի գլոբալ խնդիրների մասին, անվտանգային եւ այլն։ Մարդիկ ավելի սուր վերաբերմունք ունեն ու այդ սուր վերաբերմունքը դրսևորվում է այն գործիքներով, որոնք կրկին ընդգծում եմ նախկին ընդդիմադիր այսօրվա իշխանական մի շարք գործիչներ են ներդրել մեր միջավայրում։ Այո, այդ գործիքներից են ինձ համար ծայր աստիճան անընդունելի, միջավայրի մարդիկ գիտեն, հա, թե ինչքան վատ եմ բացասական եմ ես վերաբերվում հայհոյանքին ու նման լեզվամտածողությանը, որովհետև մեր նման ազգերի, փոքրաքանակ ազգերի համար այդ լեզվամտածողությունը բացասական ճակատագրական հետևանքներ է ունենալու։ Դրանով մենք դեգրադացվում ենք, բայց դրա հիմնահայրերից են իդեմ այսօրվա մեր գործադիր իշխանության ղեկավարի իրենց մի շարք գործընկերները։ Ես շատ ուրախ եմ, որ այսպիսի մեկնարկ են տվել, բայց նաև ակնհայտ է, որ այսպիսի մեկնարկով փորձում են իրենց երաշխավորել իրենց նկատմամբ, հա, այդպիսի բառամթերքից։ Բայց այնուամենայնիվ, երբ իրենց թույլ են տալի այսպիսի մեկնարկ տալ, մենք էլ հասարակությունս, հա, քաղաքական հասարակությունս, առավել ակտիվ հանրային գործիչներս պարտավորվում ենք հետևել եւ հատկապես իդեմ ձեզ, հա, զանգվածային լրատվության միջոցների մեր հեղինակավոր գործընկերների արդյոք իր թիմը այսուհետ կաշկանդվելու է այդ բարեվարկության կանոններով, որովհետև ինչպես նշեցիք, իրենք ընդունել են, հա, որպես ինչ որ փաստաթղթի տեսակ վարքագծի կանոններ, չէ՞, եթե ինչպես փորձն է ցույց տալիս, այնինչ իրենց կարելի է, մյուսներին չի կարելի, օրենքով պատժվում է։ Այնուամենայնիվ, եթե վարչապետը գրառում է կատարել հայտարարությամբ է հանդես եկել, մենք է պարտավորվում ենք արդեն յուրաքանչյուր դրսևորման ժամանակ հիշեցնել այս գրառման եւ իրենց վարչության կողմից ընդունված այս փաստաթղթի գոյության մասին եւ կրկին ընդգծում եմ, եթե այո դուք արդարացի եք մեր քաղաքացուն ուղերձ, հա, եթե հավատում եք, որ իրապես իրենք փորձում են անցում կատարել դեպի բարեվարկության շրջանակներ, նախ վերացրեք ձեր անբարևարք վարքագծերի հետևանքները։ Տիկին Մելոյան, դուք նշեցիք եկեղեցու հանգամանքը, նաև եկեղեցու հանդեպ ոչ միայն ագրեսիվ, այլև ոչ այնքան գեղեցիկ եւ նորմատիվ լեքսիկոնի կիրառումը, անդրադառնանք եկեղեցու ուղղությամբ կատարվող քայլերին։ Նիկոլ Փաշինյանը եւ իր քաղաքական թիմի անդամները որ օրենքներն են հստակորեն խախտում եկեղեցու դեմ այս արշավի ժամանակ։ Դե ընդհանրապես նախ սկսենք ասում առաջին հերթին որպես մարդ եւ որպես հայ ինձ համար ամենատարական մարդկային ու բարոյական օրենքների շրջանցում ոտնահարում է եւ հստակորեն այստեղ ուղերձ կա, հա, ամենակարևոր ուղերձը, որ ես իմ համար ընկալել եմ առաջին իսկ օրվանից, առաջին իսկ գրառումից, երբ օրակարգ դարձավ կրկին անգամ մեր հայ առաքելական Սուրբ եկեղեցին, դա հենց եկեղեցու ինստիտուտի թիրախավորումն է։ Այստեղ ընդհանրապես ես համոզմունք ունեմ, որ անձերից վերացարկված է, որևէ հոգևոր հոր խնդիր չկա այստեղ։ Այստեղ կոնկրետ մենք ունեցել ենք, հա, 2018 թվականին հետհեղափոխական ժամանակահատվածում Նոր Հայաստան, Նոր Հայրապետ շարժումը, որը բարեբախտաբար ընթացք չունեցավ, որովհետև այո, բարեբախտաբար տապալվեց, որովհետև աջակցություն չստացավ։ Ու կրկին արդեն հունիս ամսվանից մեկնարկը տվեց գործադիր իշխանության ղեկավարը շատ գեշ այդ իրենց կողմից նշված բարեվարկության հետ աղերս չունեցող բառամթերքով մեկնարկը տվեց, ինչ են անում, հա, իրենք փորձում են ներկայացնել, որ ինքը խնդիր ունի հոգևոր հոր հետ, ինքը գտնում է, որ կանոնական ինչ որ կարգ կամ օրենք է խախտվել,
Այն պարագայում առաջին, որ այս ողջ process-ը հակասահմանադրական է, վարչապետը հակասահմանադրական վարքագիծ է դրսևորում, որովհետև ինքը, ինչպես ասեցի, մեր սահմանադրությունը ամրագրած ունի օրինականության սկզբունք։ Օրինականության սկզբունքը կաշկանդում է պետական մարմիններն ու պաշտոնատար անձանց իրենց գործառույթներով ու իրավունքներով, այսինքն ինքը միայն կարող է անել այն, ինչ օրենքը ու սահմանադրությունը իրեն թույլ են տվել։ Իսկ օրենքն ու սահմանադրությունը բնավ թույլ չեն տվել միջամտելու ներեկեղեցական հարաբերություններին։ Այսինքն պաշտոնական դիրքի չարաշահման հետ գործ ունենք։ Իհարկե, եթե մենք իրավական պետությունում ապրենք, մի շարք իրավիճակներում, երբ փորձել է գործադիր իշխանության ղեկավարը ներխուժել կամ միջամտել տարբեր իշխանության թևերի գործընթացներին, այդ գործողությունները կունենային իրավական հետևանքներ։ Ու հենց այստեղ է կայանում, ճգնաժամը թե սահմանադրական, թե քաղաքական, որովհետև կան լուծումներ, բայց այդ լուծումները վրա չեն հասնում։ Երկրորդ, մեր սահմանադիրը իզուր չէ առանձնահատուկ ընդգծել մեր հայ առաքելական Սուրբ եկեղեցու դերը մեր սահմանադրության մեջ։ Սա մեր սահմանադրի վեհ կամքն է ու ինչպես նաև հեռատեսության հետևանք է, ինստիտուցիոնալ հիշողության հետևանք է, որովհետև եկեղեցին այսօր երևի թե աշխարհում ոչ միայն մեր հայրիս կյանքում, հնագույն գոյատևած ու պահպանված ինստիտուցիոնալ կառույց է, 1700-ամյա միակ կառույցներից է, որին հաջողվել է այս դարերի հազարամյակների ընթացքում գոյատևել։ Եվ դա ոչ թե Հայաստանի մասշտաբով, այլ ամբողջ աշխարհի, դա կարևոր է շեշտել։ Ամբողջ աշխարհի մասշտաբով ու հենց եկեղեցի ինստիտուտի շնորհիվ է, որ նաև մենք հայերս ենք կարողացել այս դարերի ընթացքում գոյատևել ու պահպանվել որպես ազգ։ Չենք սերվել այլ ազգերի հետ, անկախ մեր նկատմամբ արշավներից, մի շարք ներպետական խժդժություններից, անգամ պետականության կորստի պայմաններում, որպես ազգ, որպես միավոր, մենք կարողացել ենք, հաջողացրել ենք պահպանվել։ Ու դա բացառապես եկեղեցու ներդրումն է, որովհետև մենք կրկին հայ բացառիկ քիչ ազգերից ենք, որ շուրջ 3 միլիոն ենք մեր երկրում, բայց 10 միլիոնի ենք հասնում աշխարհասփյուր, ու աշխարհասփյուր դա մի շարք իրադարձությունների հետևանք է, օրինակ ամենաթարմը ցեղասպանությունից հետո մեր հայրենակիցները սփռվել են աշխարհով եւ այո, եկեղեցի ինստիտուտի միջոցով ու մեր հոգեվոր հայրերի նվիրվածության արդյունքում է, որ առանցին պետություններում եկեղեցիները հենց պետության գործառույթ են կատարել հայապահպանության գործում, պահպանել են մեր լեզուն, պահպանել են մեր մշակույթը, ստեղծել են հայկական օջախներ, միավորներ, համայնքներ, բոլորին մեկտեղել են իրենց շուրջ։ Այսինքն ցանցային կառույց է սփյուռքում։ Իհարկե, եկեղեցին առանձին ինքը հսկայական ինստիտուտ է։ Մենք ուր ենք գնում, ամենաաշխարհահռչակ վայրերը, տուրիստական գրավչություն ունեցող երկրները՝ Փարիզ, Մոսկվա, Նյու Յորք, Կալիֆոռնիա, Վենետիկ, ասենք Վենետիկի Սուրբ Ղազարը վերցրեք, կղզի է, որը ասեմ ավելի, Նապոլեոն Բոնապարտը պաշարման ժամանակ հատուկ հրովարտակով մեր Սուրբ Ղազար կղզուն կարգավիճակ էր տվել ու անձեռնմխելիություն շնորհել եւ հարկերից ազատել, որովհետեւ մարդիկ, անգամ կայսրները գնահատել են այն, ինչ մենք պարունակում ենք, այն գրականությունը, արվեստը, պատմությունը, մի ողջ մատենադարան ունենք Սուրբ Ղազար կղզում։ Այցելում ենք Նյու Յորք, Սուրբ Վարդանը, հենց սրտում Նյու Յորքի Մանհեթենում հսկայական եկեղեցի ունենք, դու գնում ես, մարդ փշաքաղվում է այդ հայկականությունից ու այդ միջավայրից ու երբևիցե մարդկանց հայերի մտքով չի անցել, թեկուզ հիմա ամեն ինչը վերածում են ինչ-որ հաշվարկների, տնտեսական ինչ-որ մեխանիզմների, եկեղեցու փոխարեն ինչ-որ ուրիշ այդ տարածքում գործունեություն ծավալեն կամ այլ նպատակ կամ եկեղեցու ընդհանրապես գոյի հարցը հարցականի տակ տնեն։ Այս եկեղեցիները կրկին ընդգծում եմ համայնք են դարձրել, մեկտեղել են հայերին ու ի հակառակ դրան էլ մեր հեղինակավոր հայերը աշխարհասփյուր իրենք կանգնել են ի թիկունք,
ինչպես պարոն Կարապետյանը, հա։ Սա իմ կարծիքով ցանկացած հայի համար այնքան անձնական է, այնքան իրական, իրապես, հա, սեփական անձի հարց է, որովհետև անկախ այն հանգամանքից, եթե դու անգամ դավանանքի վերջնական որոշում չունես, հա, ուղղակի որոշում չունես, դու քրիստոնյա ես, թե չէ, բայց եթե դու որոշում ունես քո ազգային պատկանելության հարցում, որ ունես որոշում, որ դու հայ ես, երբ հարվածում են եկեղեցուն, դա քո ինքնությանն են հարվածում։ Ավետարանական եկեղեցու հայ ներկայացուցիչը խոսում էր այն մասին, որ հայ առաքելական եկեղեցին անձեռնմխել է, քանի որ ազգային եկեղեցի։ Ոչ միայն, ես աթեիստ ծանոթներ ունեմ, բոլորը կանգնել են իտիկունք եկեղեցու ու պատահական չնշեցի, հա, սահմանադրությամբ ամրագրված կարգավիճակը։ Սահմանադրությունը եկեղեցու բացառիկ կարգավիճակ ամրագրելով նաև սահմանում է նրա հիմնական նպատակները գոյության ու այդ նպատակն է թիրախային նպատակը հենց հայի ազգային ինքնության պահպանումն է։ Այսինքն սա է հիմնական առաքելությունն ու գործառույթը եկեղեցու։ Երբ դու հարվածում ես եկեղեցում, թիրախում հայտնվում է հայի ինքնությունը եւ կրկին ընդգծում եմ, հա, օրինակ պատահական չէ, որ մեր շարքերում է նաև առաջատար դարձավ, առաջամարտիկ այս պայքարում դարձավ մեծանուն բարերար Սամվել Կարապետյանը։ Ես վերջերս խոսում էի, հա, որ իրենց կարգավիճակով երկու հայ ունենք, որ հայկական ծագումնաբանություն ունեն, Հայաստանում դպրոց են գնացել։ Մեկը Ռուբեն Վարդանյանն է, ով գերեվարված է մեր թշնամիների մոտ եւ մյուսը Սամվել Կարապետյանը ու դժբախտաբար, հա, եւս գերեվարվածի կարգավիճակ ունի այս պահին Հայաստանում մեր հայրենիքում ու սա ծայրաստիճան անթույլատրելի է։ Սամվել Կարապետյանը կարող է ազատազրկվել աշխարհի տարբեր երկրներում, բայց ոչ իր հայրենիքում, որովհետեւ այս մարդը կրկին ընդգծում եմ, հա, հիմա փորձում են ներկայացնել իր բարեգործությունները մի ամբողջ պետության չափ ներդրում ունի մեր հայրենիքում։ Տիկին Մելոյան, դուք նշեցիք սահմանադրությունում ամրագրված մայր եկեղեցու առանձնահատուկ դիրքի մասին։ Սրբուհի Գալյանը խոսում է այն մասին, որ մինչև մարտ նոր սահմանադրության տեքստը պետք է պատրաստ լինի։ Մտահոգություններ չունեք, որ այդ նոր սահմանադրության տեքստում, ինչպես որոշ պատարակների ժամանակ են փոխում զեղչել Վեհափառի անունը, այնպես էլ այս պարագայում մայրաթոռի դիրքը զեղչված կլինի։ Ես մի շարք մտահոգություններ ունեմ այս նոր սահմանադրության տեքստի հետ կապված, նախ սկսենք նրանից, որ այս իշխանությունը, այս քաղաքական ուժը ինչ եկել է իշխանության, իրենք այո, իրենց օրակարգում ունեցել են խավլիցի չհերքենք, հա, այդ սահմանադրական փոփոխությունները։ Այդ առիթով արդեն ունեցել են երկու անգամ ձևավորված սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովներ, որոնցից առաջինը հետպատերազմյան շրջանում կազմալուծվեց, եթե չեմ սխալվում, իրավաբան գիտնականների կողմից լրակազմը միս դուրս գալու արդյունքում եւ միայն տարի անց նախորդող տարին մեր Շտամի Ադրբեջանի ղեկավարը հանդես եկավ հայտարարությամբ, որ իրանք պահանջ ունեն նոր սահմանադրության, մեր երկրում դրան անմիջապես հաջորդեց Նիկոլ Փաշինյանի ելույթը առայն, որ իրենք սահմանադրական փոփոխությունների օրակարգից անցնում են նոր սահմանադրության ընդունման օրակարգ։ Ինչ է սա նշանակում։ Ինչու են շտապում։ Նախ շտապելը չէ։ Վախենում թե Բնականաբար Ադրբեջանը մենակ Ալիևը նախորդ տարվա ընթացքում շուրջ 30 անգամ խոսել է Հայաստանում սահմանադրական փոփոխությունների մասին։ Այս իշխանությունը եւս բազմաթիվ անգամ թե կլինի Նիկոլ Փաշինյանի, թե արտգործնախարարի դեմքերով իրենք խոսել են, որ մինչև հիմա խաղաղության այս ճակերտավոր, հա, պայմանագիրը կնքված չէ, ստորագրված չէ, մի քան երկու կետի շուրջ անհամաձայնության պատճառով դրանցից մեկը Հայաստանում կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն է։ Ու ինչու նոր սահմանադրություն, ինչն է տարբերությունը, հա։ Տեսեք, ունեինք օրակարգում սահմանադրական փոփոխություն, հնարավոր էր ամբողջ տեքստը նոր խմբագրությամբ շարադրել, բայց հնարավոր չէր լինի փոփոխել մի քանի հոդված, անփոփոխելի 4 հոդվածները եւ սահմանադրության նախաբանը։ Երբ որ օրակարգ են դարձնում նոր սահմանադրությունը, ակնհայտ թիրախավորվում են սահմանադրության նախաբանը եւ անփոփոխելի դրույթները։ Բնականաբար Ալիևենց խնդիրը մեր անկախության հռչակագրի հետ են։ Անկախության հռչակագիրը դա մեր պետության ծննդյան վկայականն է։ Երբ դու թիրախավորում ես անկախության հռչակագիրը, իսկ անկախության հռչակագրին հղումը դա շատ նուրբ իրավական լուծում էր, որը իրենց թույլ են տվել մեր
սահմանադիրները եւ հիմնադիր նախահայրերը, երբ առաջին ստեղծվեց մեր պետությունը, այնուհետև 1995 թվականին կայացան նոր սահմանադրության ընդունման գործընթացը։ Ասեմ ավելին, մենք հիմա գործ ունենք մի գործընթացի հետ, այս սահմանադրական փոփոխությունների գործընթացը կատարվում է վարչապետի որոշման հիման վրա։ Իրենք այս 7 տարիների ընթացքում հաջողացրել են մի շարք անգամներ խախտել իրենց իսկ կողմից ընդունած իրավական ակտը։ Այսինքն այս process-ն է օրինազանցությամբ գնում է։ Բնականաբար, տեսեք, այլ ժամկետներ են խախտել։ Սկզբում այլ ժամկետներ կային, արդեն իսկ պետք է ներկայացրած լինեին հայեցակարգը, սահմանադրական փոփոխությունների եւ նախագծի տեքստը։ Այնուհետև այդ ժամկետները փոփոխություն կատարեցին, փոխել են մինչև 26 թվական։ Կրկին այլի պահանջ կար, որ պետք է մինչև նախագիծը տեքստի լինի հայեցակարգ ներկայացված մեր հանրությանը։ Նախարարը թույլ տվեց իրան հայտարարություն, որ իրենք հայեցակարգ չեն ներկայացնելու, ու ասեմ ավելին, հա, այնտեղ աշխատակարգ է նույն վարչապետի որոշմամբ սահմանված, որի հիմնարար սկզբունքներն են հանրային հաշվետվողականությունը, թափանցիկությունը, մասնակցելիությունը, ու սրանք իրենք չեն հորինել, հա, հեծանիվ հորինված չէ, ընդհանրապես նորմալ ժողովրդավար երկրներում, իրավական պետությունում ցանկացած գործընթացի երաշխիքը ու պետական կառավարման համակարգի հիմքում հանրային հաշվետվողականությունն է։ Բացի այդ, այս սկզբունքները կարմիր թելով անցնում են Վենետիկի հանձնաժողովի կարծիքներով, որտեղ ասում է, որ սահմանադրական փոփոխությունները, ել չասած նոր սահմանադրության ընդունման գործընթացները անպայման պետք է լինեն ներառական, պետք է ապահովի մասնակցելիությունը, հանրային հաշվետվողականությունը, թե երկրում բոլոր քաղաքական ուժերի իշխանական թե ընդդիմադիր, թե ակադեմիական համայնքի ու քաղաքացիների։ Ու մենք այսպիսի մեկուսացված փակ սահմանադրական բարեփոխումների գործընթաց երբևիցե չենք ունեցել մեր պատմության ընթացքում։ Որ մտադիր են խորհրդարանով, այո, սահմանադրություն ընդունել առանց հանրաքվեի անցկացման։ Իրավունք չունեն, որովհետև եթե խոսքը նոր սահմանադրության մասին է, մեր սահմանադրությունը այո 15 թվականի փոփոխությունների արդյունքում կան դրույթներ, որոնք հնարավոր է փոփոխել միայն խորհրդարանի միջոցով։ Օրինակ այդպիսի փոփոխության ականատես եղանք 2022 թվականին, կներեք 2020 թվականին, երբ սահմանադրական դատանի շուրջ գործընթացները հունիս ամսին ամփոփվեցին այդ հայտարարք հակասահմանադրական փոփոխությամբ ազգային ժողովի կողմից։ Անկամ Վենետիկի հանձնաժողովը, հա, բացասական կարծիք էր ըստ այդ գործընթացի վերաբերյալ տվել, կանխարգելիչ, ասելով, որ անթույլատրելի է նման ձևաչափով փոփոխությունը, բայց այնուամենայնիվ հիմա քանի որ օրակարգում նոր սահմանադրությունն է, նոր սահմանադրության պարագայում բացառապես հնարավոր է իրականացնել հանրաքվե փոխփոխելու դեպքում վիճելի է, որ կարող են պարզապես խորհրդարանով անցկացնել, ասել խորհրդարանական մեծամասնությունը հավանություն տվեց, ընդունում ենք, որովհետև դուք ձեր մանդատով այդ մանդատը մեզ տվել եք, այդ պողպատյա կամ երկաթե մանդատը։ Մենք ունենք սահմանադրություն եւ անկախ իրենց մեկնաբանություններից, սա կարծում եմ լուրջ արժեք է ունենալու իրենց համար ու հետևանքներ կունենա, համոզված եմ, որովհետեւ կրկին եմ ընդգծում, նոր սահմանադրությունը այդ ամբողջ պետական տեսեք, մենք այնպիսի իրականության ենք հանգրվանել, որ 7 տարի էս մարդիկ խոսում են սահմանադրական փոփոխության մասին, անգամ մեկ թղթին տրված դրույթ մեզ չեն տվել, հա, մեկ հոդված, ինչ են ուզում անեն, ձևակերպված մեկ հոդված շրջան առաջ չկա հասարակության շրջանակներում։ Տիկին Մելյան, դուք նշեցիք, որ անկախության հռչակագիրը նաև մեր 3-րդ հանրապետության ծննդյան վկայականն է, պատահական եք համարում, որ այս 4-րդ հանրապետությունն են շրջանառության մեջ դրել մարդկանց ականջն են սովորեցնում, այդ խոսույթն են անընդհատ դաշտն այտում։ Տեսեք, ես հանրապետությունները չեմ համարակալում, մենք ունենք Հայաստանի Հանրապետություն, ու այո, այդ 4-րդ հանրապետության օրակարգը բացառապես թշնամական օրակարգի սպասարկում է, որովհետև հետագայում ես համոզմունք ունեմ, որ այո, մեր անկախության հռչակագրի իրավական հիմքերի նման թուլացում, օրինակ տխրահարճակ, նաև արդեն սահմանադրական դատանի որոշում ունենք, եթե կհիշեք սահմանազատման հանձնաժողովների աշխատակարգերի սահմանադրական վերահսկողության շրջանակներում, որ այդ հարցը շրջանցել են մի ամբողջ 30-ից նվիրել էին անկախության հռչակագրին։ Մենք անկախության հռչակագրի հետ կապված այս բառախաղերը, հայտարարությունները ու եթե արդյունքում էպոպեան դրա լինի նոր սահմանադրության ընդունումը, որը կրկին ընդգծում եմ լրջագույն մտահոգությունների տեղիք է տալիս, որովհետև այն մեկուսի ու թաքուն է պահվում մեզնից։
ու ես համոզված եմ անգամ իրանք չեն պատկերացնում դեռ ինչ են գրելու, ընդամենը գիտեն ինչա հանձնարարված, հա, որ չլինի այլևս մեր սահմանում։ Հրահանգները տրված են ակնհայտորեն։ Պետք է հղում չլինի մեր անկախության հռչակագրին, հավանաբար հղում չլինի մեր Արարատ լեռին, հա, այնտեղ մեր խորհրդանիշների հարցը կվերաձևակերպի, ինչու ոչ նաև ինչպես իրավացիորեն նշեցիք, եկեղեցու հարցը կվերաձևակերպի, որովհետև նախորդ սահմանադրության մեջ, մինչ այս վերջի փոփոխությունների, նախորդ փոփոխությունների արդյունքում անգամ ուղղակիորեն սահմանադրության մեջ էր ամրագրված, որ պետությունը իրավունք չունի միջամտելու ներեկեղեցական կյանքերին։ Հիմա այդ նույն ձևակերպում մենք ունենք եկեղեցու պետության փոխհարաբերությունները կարգավորող օրենքով։ Կրկին, հա, հստակ գրված է, որ պետությունը իրավունք չունի միջամտելու ներեկեղեցական հարաբերություններին, անկախ այնտեղ ինչ կանոնական իրավունք է խախտվում, ով հետ խնդիր ունի, դա բացառապես եկեղեցու պետության իրավասություններից դուրս են ներեկեղեցական հարցերին։ Միայն եկեղեցու մասով Փաշինյանի արած հայտարարություններն ու քայլերը մոտավորապես քանի այդպիսի հոդված է խախտել։ Ինչու եկեղեցի, եկեք թվարկենք, հա, ես իմ հիշողությունը վառ է, որովհետև արդյունքում ինչու ես ունեմ ընդդիմադիր քաղաքական հայացքներ։ Ես հանգրվանել եմ այս քաղաքական հայացքներին, որովհետև թիրախավորվել է իմ մասնագիտական արժանապատվությունը։ Եթե դուք ասում եք, որ մենք ապրում ենք իրավական ու ժողովրդավար երկրներում, իրավական ու ժողովրդավար երկրում վարչապետը կոչ չի անում շրջափակելու դատարանները, որովհետև իր համար անցանկալի դատական ակտ է ընդունվել։ Դրանով խախտվում է թե օրինականության սկզբունքը, թե իշխանությունների տարանջատման սկզբունքը, թե իրավունքի գերակայությունը։ Մենք տեսել ենք, ինչպես է վարչապետի կոչով շրջափակվում օրենսդիր մարմինը, ազգային ժողովը, իրենց համար ոչ հաճելի օրենք ընդունելու արդյունքում։ Մենք տեսել ենք սահմանադրական դատանի շուրջ այդ խայտառակ գործընթացները հետապնդումներով, հա, մարդկանց ընտանիքներին միջամտելով, այլ առաջարկներով, շանտաժով եւ այլն, որը ամփոփվեց հակասահմանադրական սահմանադրական փոփոխությամբ։ Մենք տեսել ենք դատական իշխանության նկատմամբ ծայրաստիճան անթույլատրելի միջամտությունները հենց բարձրագույն դատական խորհրդի միջոցով, հա, որը պետք է լիներ վահանը դատական իշխանությամբ ու վերաճեց մահակի դատական իշխանության նկատմամբ։ ԲԴԽ-ն դա դատավորի անկախության երաշխավորն էր, բայց ԲԴԽ-ն այսօր եւ հնդածած վերաճեց մահակի, ով ճնշում, վերահսկում եւ ուղղորդում է դատավորներին։ Մենք ի վերջո հանգրվանել ենք իրավապահ մարմինների, հա, նկատմամբ միջամտություններին, որ վարչապետը իրեն թույլ է տալիս բաց տեսաուղերձներում կոնկրետ որակումներ տալ, հա, օրինակ վերջի հեծի ժամանակավոր պաշտոնակատարի հետ հանդիպման հրապարակման մեջ ասում է, այդ է սա փողերի լվացում է։ Վարչապետը կաշկանդված է նման հայտարարություններ անելուց, որովհետև ինքը կոնկրետ պաշտոնատար անձ է, ով նշանակում է իրավապահ մարմինների ղեկավարներին, եւ երբ բոլորիս համար պարզ է, հա, ինքը այդպիսի գնահատական է տալիս, ինքը ուղղորդում է, հանձնարարական է տալիս, այն էլ երբ բացահայտ դեպքեր ունենք, հա, օրինակ նույն Սամվել Կարապետյանի դատավարության ընթացքում, երբ քննվում է կալանքի միջնորդությունը, վարչապետի ընտանիքին պատկանող թերթը գրում է, որ կալանքը շարունակվելու է եւս 2 ամսով ընթացքում։ Այս ամենը բնականաբար գնալու են միջազգային ատյաններ ու այս հակաիրավական գործողությունների հետևանքները մենք բոլորս ենք կրելու, թե մեր պետությունը, թե մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս ու համընդհանուր, թե համասփյուր հայերս։ Նաև Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական թիմը։ Տիկին Մելոյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Հիշեցնեմ այսօրվա իմ հյուրն էր սահմանադրագետ, իրավապաշտպան, մեր ձևով շարժման համակարգող անդամ Գոհար Մելոյանը։ Հարցազրույցի հաջորդ թողարկումը վաղն է, հաջողություն։